Բարևում եմ բոլորին, սիրելի հետևորդներ ջան։ Դեղցի կամպոտ եմ բերել, իմ դեղցենու ծառից, Ես պահին չեմ բացում, բայց ասեմ, որ ես նարինջ դեղցն եմ ավելի շատ սիրում, իսկ այս պապական տեսակի դեղցն է։ Այս բանկան բերել եմ, ինձ պետք է գալու, ինչև որ կասեմ ինչի համար, մի հատ կոֆե եփենք։ Կոֆե սուրա։ Շուտով կեփվի։ Այսօրվա մենյուն, ռաուդը կոֆե, ճաշին կոֆե, դիգունը կոֆե։ Քանի որ տարվա այն շրջանն է եկել, որ արդեն մեր վաղուաղջի գործերն սկսվել են, հողամասի գործերն սկսվել են սիրել հետևորդներ ջան, ու ամեն մի գեղացու ոտի տակին, ամեն մի այն մարդու, ով հողամասում այգիներ ունի, այդ վիճակում ուշք ու միտքը աշխատելու մեջ է, ինչպես որ ես այս պահին, այսօր պետք է գործի էլ գնամ, դեռ ժամանակ ունեմ ու որոշել եմ արդեն էդը սկսեմ իմ այն ծառերի, որոնց որ խիստ պետք է հենց այս շրջանում ծառեր կան, որ մի քիչ էլ ուշ ենք հետում, օրինակ կարալյոկի ծառը չի խանգարում, բայց ծառեր կա, որ պետք է շատ շուտ հետենք, օրինակ դեղցենին, խնձորն էլ այդքան պահանջկոտ չի, սալորն էլ այդքան պահանջկոտ չի, բայց ինչ վերաբերվում է խոսքը դեղցենու ծառին, այ շատ խիստ պահանջկոտ է, առաջի էդը կատարելը դեղցենին է պահանջում։ Հիմա, մինչև որ ուշադիր լինեմ կոֆեն էլ չտապվի, ասեմ, թե այս բանկան ինչի համար եմ բերել։ Մեղուներ եմ հավաքել, այստեղ փռել եմ, որ ամեն դեպքում իրանց մեջի խոնավություն կունենան ամեն դեպքում չորանա գիշերվա ընթացքում, քանի որ լսում եմ բանկայի մեջ ու պահելու եմ։ Որոշեցի այդպես վարվել, սիրելի հետևորդներ ջան, երեք որ մի քիչ հավաքել էի, հետո իմ զանգին ու զրանգին կեյան չմփալեն, դրանից հետո դե էլի ստուգումներ կատարեցի, հետո այդպես փեթակի եզրերից հավաքեցի, սրանք հիվանդ մեղուներ չեն, սրանք այն մեղուներն են, որ ասենք ուզեցել են դուրս կան, ովքես եպես, ուրա կոֆես, այստեղ եմ, մի հատ կոֆեն լսնեմ, հետո խոսքս շարունակեմ, զանգին ու զրանգին բաց եմ թողել, ուրախ վազբզում են բակով մեկ, այս պահին մեղվանոցում են, ես իմ կոֆեն ուզում եմ սենյակում խմեմ, քանի որ գնում եմ դուրս, չնայած շատ կուզեի գնամ դուրս, ես էլ ինձ հետ տանեմ, բայց այստեղ ասելիքներ ունեմ, ասելիքներս կասեմ, կոֆեսել և սենյակում կվայելեմ, ծաղիկների մոտ եմ գնալու, այնտեղ էլ ցույց տալու հրաշքներ ունեմ, հիմա զրույցս բերեմ մեղուներին, ուրեմն երեք որ բոլոր փեթակները նայեցի, շատ իմ սրտով էին, գոհ եմ, գծիկը որ բացվել է, արդեն տարածվել են, մի երկու ընտանիք արդեն հասցրել են ձվարկություն են կատարել թագուհիները, շատ ուրախ եմ, փառք Աստծո, գոհ շնորհակալ եմ, սրանք էլ սիրելի հետևորդներ ջան, ասենք որ հավաքվում են, երբեմն որ ձմեռն էլ արևոտ ու տաքոր լինում, մեղուները այդ պահին գծիկից դուրս են գալիս, երբեմն որոշները դուրս են գալիս, հետո ուզում են դուրս գալ ու էլի դուրս չեն գալի ու մոլորվում են, կամ էլ շատ լիքը պատճառներ, մեղուները այն արարածներն են մեր երկրագնդի վրա, որ դեռևս ոչ մի գիտնական կամ փորձառու մեղվապա, դեռևս ամբողջությամբ 100%-ով չեն բացահայտել մեղուների բնույթը, բնավորությունը, ինչև է սրանք հիվանդ մեղուներ չեն, եթե հիվանդ լինեին, ավելի բազմությունը շատ կլիներ և հիվանդ մեղուներին նաև կարծում եմ չի կարելի պահել դեղորայք ստանալու համար։ Այդ մասին շատ եմ լսել, շատ է հանդիպել ինձ, բայց քանի որ ինձ պետք չի եկել, ես դա չեմ հավաքել, չեմ պահել, չգիտեմ, մտքովս անցել է, որ ես էլ անեմ այդ փորձարկումը, կարծում եմ պիտի մաքուր սպիրտի մեջ պահել մութը և սառը վայրում 40 օրը հաստատ։
Հիմա, որ սեն ձեռք եմ տալի, նաև ասեմ, որ մանկության տարիներին, որ ասենք հետնի նստում է ինչ-որ մի միջատ ինձ կպչում էր, կամ այդ մրջունները, մորմոնջները, կամ էլ մի այլ տիպի մի ինչ-որ միջատ, ես անասանելի վախ էի զգում ու ճչում էի երբեմն էլ անասելի զգացողությունների մեջ էի մտնում և դա ինձ տհաճ էր լինում, բայց հիմա, որ այսքան երկար տարի մեղուների հետ շփվում եմ, մեղուները լրիվ տարբեր են բոլոր այլ տեսակի միջատներից, որ մեզ կկպչեն, համենայն դեպս իմ համար, այս հենց քնքուշ, հենց այս վիճակում իրենք քնքուշ են, մի տեսակ կպչիկ հատկություն ունեն, որ հավաքել էի, հետո ներքևում կտորի վրա էի դրել, այս հենց մատերիցս կպչումը, հա տեսեք, ու հիմա արդեն լցնեմ բանկայի մեջ, որ պահեմ, պահելու եմ սառնարանում, առայժմ ես այդ սպիրտը չեմ լցնի, այս պահին չունեմ էլ մաքուր սպիրտ, արաղը չեմ ուզում լցնեմ, ահա սիրելիներ ջան, մի քիչ էլ կհավաքվի, ասենք պատահում է, որ ընթացքում էլի չգիտեմ ինչ պատճառներով մեղուները բարձրանում են այդ վերևի կտորի տակ, մոլորվում են, հետո հանգչում են հենց այդտեղ, կհավաքեմ, մի քիչ կշատանա, չնայած չեմ ուզում, որ իմ մեղուներից որևէ մի հատիկ անգամ վնասվի, բայց ամեն դեպքում դա անխուսափելի է ու դա էլ է պատահում։ Սա կպահեմ սառնարանում, ասեմ, որ իրենցից շատ ընտիր բուրմունք ա գալիս, մեղրի հոտ ա գալի, բազմատեսակ ծաղիկների հոտ ա գալի ու զզվելի չէ, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ այդ փորձարկումը կատարել, հետո արդեն կմտնեմ համացանց, ավելի խորը ուսումնասիրություններ կկատարեմ, չնայած որ ես մեծ հաստափոր գիրք ունեմ մեղուների մասին, միշտ ասել եմ, բայց ցույց չեմ տվել, հիմա էլ այնտեղ գրքերի դարակում դրված է, ցույց կտամ ընթացքում, այս պահին ուզում եմ կոֆես վայելել ձեր հետ, դուք էլ ձերը վայելեք, այսօրվա մենյուն, ովքեր իմ նման շատ հոգսաշատ են, մի քիչ կատակ հնչեցրել հետևորդներ ջան, մարդը չի կարող սոված մնալ, թեպետև 40 օր կարող է սոված մնալ, Աստված չանի, սիրելի հետևորդներ ջան, թող որ բոլորի տներում ուտելիքը, հացն ու ջուրը, հացն ու աղը առատ լինի, երբ որ ասում ենք հաց, ի նկատի ունենք ամեն մի համովություն, որը պետք է մեզ մարդկությանս, դե խմենք կոֆեն, ես գումարկում եմ խմելու, քանի որ ասելիք ունեմ, գործեր ունեմ, ես իմ երկրորդ կոֆեն ասիրել հետևորդներ ջան, առավոտը որ խմել եմ կոֆե, այ մանդարինները որ բերել եմ, մի անգամ էլ եմ ասել, որ առավոտվա իմ կոֆեի հետ վերջացնելուց հետո մի ամբողջական մանդարին եմ վայելում, որը շատ օգտակար և առողջարար է, կարող եք շոկոլադները փոխարինել մրգերով, հատկապես մանդարինով, քանի որ հենց առավոտը ցիտրուսային մրգերը շատ պետք են մեր բոլորի օրգանիզմի առողջ լինելու համար։ Հիմա պտտվեմ այստեղ ու այս ընթացքում որ դուք տեսնում եք այստեղ հարց է ծագվել երևի, թե այս ինչ է այստեղ բարձր դասավորված։ Սրանք ռամկաներ են, սիրելի հետևորդներ ջան, ահա, մի քիչ շատ վերցնեմ, մոտեցնեմ, ցույց տամ, թե ինչքան մաքուր է, քանի որ երեք պատվալից բերել եմ, լցրել եմ ամբողջը տաք ջրի մեջ, այն իմ կոնտրաստաշտակի մեջ տաք ջուր եմ լցրել, խորը ու հատիկ առ հատիկ, հեղուկով լվացել եմ, պարզաջրել եմ, դեռ սրա մի 4 մասով դեռևս ունեմ, այսքանը առայժմ հերիքավոր բերել եմ, հիմա մեկը վերցնեմ, մոտեցնեմ, սրանք այն ռամկաներն են, որը որ երբ որ արդեն հնացել է, այդ իր մոմերը, որի վրա մեղուն համգործում է, ու մենք էլ մեղվին օգնելով լիստ ենք տալիս, և մեղուն դրա վրա գործում է ու մեղրով լցնում։ Դա տարիներ հետո մաշվում է, հնանում է, սևանում է, կտրում հանում ենք, հալեցնում ենք, մաքուր դեղին խունկի նման մոմ ենք ստանում, մի խոսքով ու որոշների լարերը պահպանվում է,
պատահում է, որ այդ մաքրելու ընթացքում լարերը կտրվում է ու այդ լարերը հանում եմ լրիվ, այստեղ անցքեր ունի, որ այդ լարերը անց եմ կացնում, մի խոսքով սա ես եմ անցկացրել, հետո հիմա սա թուլացած է ու գիթառի լարերի նման պիտի ձիգ լինի, երբ որ ձիգ է լինում ու այս սենց ենք անում, ինքը մի տեսակ երաժշտության նոտաների ձայն է հանում, պիտի այդպես ձիգ լինի մի խոսքով, այստեղ թեթևակի կբացեմ, ոլորած այստեղ, հետո նորից կձգեմ, երբ որ ժամանակը կգա, մի խոսքով ես 3 որստուգումներ կատարեցի ու տեսա, որ արդեն լավն են, փառք Աստծո, շատ գոհ ու շնորհակալ եմ, ասեմ, որ սիրելի հետևորդներ ջան, որ աշնանը, երբ որ արդեն գործերը վերջացրի մեղուների հետ ու արդեն պիտի դեպի ծմեր ճանապարհեի, 7 մեղվա ընտանիքով եմ ծմերանոց թողել, դե ընդհանրապես, որ ասում ենք ծմերանոց, շատերդ կիմանաք, որ վայրեր կան, տարածաշրջաններ կան, որ մեղուների փեթակները վերցնում են ու տանում են նկուղներում են պահում, որպեսզի ապահով լինեն, բայց մեր տարածաշրջանը եղանակը բարենպաստ է, բարեխառն կլիմայական գոտում ենք գտնվում և մեր տարածաշրջանում մեղուները դրսում ենք թողնում։ Մի խոսքով, որ արդեն պիտի ծմերեին 7 մեղվա ընտանիքով թողել եմ դրսում ու հիմա 5 մեղվա ընտանիք ունեմ, այն մեկին, որ կասկածում էի, մեղրը տալու ժամանակ, գիշերով, կհիշեք, որ տվեցինք ու ես զգացի, որ այդտեղի ձայներ չի գալի, մտածում էի, որ երևի դեռ վերև չի բարձրացել, վերև բարձրանալու նշանը նաև այն է, որ կամաց գծիկը բացվում է ու վերև են գալիս փետրվար ամսին և սիրելի հետևորդներ ջան, այս պահին 5 մեղվա ընտանիք ունեմ, շատ գոհ եմ, քանի որ մեղուն այն արարածն է մեր երկրագնդի վրա, որ շատ լիքը պատճառներով ինքը հանգչում է, երբեք չեմ ասում սատկում է, մեղուների հետ պետք է իրենց լեզվով զրուցենք, անկախ նրանից, թե ինչ թեմա ենք քննարկում, ինչ ենք խոսում, ամեն մի երևույթ իր լեզուն ունի արտահայտվելու ու պետք է ճիշտ արտահայտվել, զգույշ արտահայտվել։ Ինչևէ, սիրելի հետևորդներ ջան, շատ եմ սիրում, որ մեղուների թեմայից խոսեմ, դա իմ հոբբին է, բայց հիմա երկար չխոսեմ, քանի որ պետք է գնամ դեղցենիս էտեմ, այդ նպատակն ունեմ այսօր, մինչև գործի գնալս, չմոռանամ կոֆեն խմել, չնայած որ ուզում էի գնալ սենյակում խմել, սիրելի հետևորդներ ջան, դրա համար մի բացած եմ դնում, որ չխմեմ, սա կտեղափոխեմ սառնարան, դեղցի կապոտը հիմա չեմ բացում, այստեղ արդեն կազմու պատրաստ է, հիմա ասեմ, որ ինչու եմ այս ամսին, փետրվար ամիսն է, այսօր փետրվարի 17-ն է, սիրելի հետևորդներ ջան, ու ես ուզում եմ դեղցենին էդ կատարել, դե ինչ, եկեք մի հատ գնանք մեր կոֆեն վայելենք, ես իմ սենյակ եմ գնում, այնտեղ ծաղիկներն եմ ուզում ցույց տալ ձեզ, գեղեցկուհիներին, հետո կոֆես այնտեղ կշարունակեմ խմել ու արդեն դեղցենու էդի մասին դրսից կխոսեմ, գնացինք։ Ես իմ կոֆեն վերցրել ու եկել եմ արդեն, դուք էլ ձեր կոֆեն վերցրեք ու ինձ հետ եկեք, վարակույրը հետ քաշեմ, զրանգին է սուրեն, բաց է պատահանը կանչեմ, թեքը, զրանգի, եկան, էլի փակում եմ, սիրելի հետևորդներ ջան, հետո ծաղիկներս եմ ուզում ցույց տալ, կոֆեներ կխմեմ, հո չի մնա, այո, իմ շորի ուղղությունով եմ պահում, սեֆոնի վրա միշտ լավ է երևում, չէ, ամեն ինչը,
Ես սև շորեր սիրում եմ, սիրելի հետևորդներ ջան, սևը էլեգանտության նշան է ու էլի նմանատիպ լավ խորը իմաստներ ունի, սևը երբեք տխրության նշան չէ, ճիշտ է դրա հետ է ասոցացվում, բայց ես օրինակ ավելի լավ բաների հետ եմ ասոցացնում սև գույնը, սևը ասոցացնում եմ հիմնականում էլեգանտության հետ, հիմա սիրել հետևորդներ ջան, մյուս անգամ որ ցույց էի տալիս, մի քանի հատ էր բացվել, հիմա նույնիսկ մեջը դեղին գույնել է նկատվում ու շատ սիրուն է, հիանանք, մաքուր, խնամված, հիմա սա այստեղ, ուզեցի, որ անպայման իմ սիրուն ծաղիկները ձեզ ցույց տալ, կոֆես էլ էստեղ կխմեմ ու նոր կգնամ դեղցենին կետեմ, սա իմ ցիկլամենն է, որ արդեն ծաղկաթափի մեջ է գտնվում, 2 հատ է մնացել, մոտեցնեմ, տեսեք թե ինչքան հետաքրքիր կառուցվածք ունի, ում որ ծանոթ չէ, ծանոթացեք, տերևները նույնպես գեղեցկություն է, Այստեղ արդեն որ ծաղիկները թափվել է, սերմ է առաջանում և եթե չչորանա, կարող ենք նույնիսկ սերմ ունենալ ցիկլամենին։ Այսպես հաջորդը, հաջորդ գեղեցկուհին մոտեցնեմ, մազերս հավաքել եմ, նախորոք որ գնամ գործ անեմ, սիրելի հետևորդներ ջան, մի հատ այստեղ այլու առաջին տեղավորեմ, քանի որ ուզում եմ մի կողմ կոֆե խմել, այս ընթացքում դուք էլ հիացեք, կոֆեն վայել ենք այս ձևով, հենվեմ պատուհանի գոգին, և սիրելի հետևորդներ ջան, ինչքան էլ որ շտապելիս եմ լինում, ես միշտ գալիս եմ այստեղ իմ ծաղիկներով հիանում եմ, մյուս պատուհանի գոգի նույնպես ծաղիկներ ունեմ, մեխակը շուտով կբացվի, իսկ մնացածը դեռևս սպասում եմ իրեն ծաղկելուն, այս պահին նրան ցույց չեմ տալիս, մեխակը կբացվի, ցույց կտամ, սիրում եմ հատկապես այս իմ պատուհանի մոտ կան, քանի որ մեր մատուռը երևում է, Սուրբ Սարգիս մատուռը երևում է, մեր խեչի դոշը, իմ մեղվանոցն է երևում ու իմ դեղցենին, որը շուտով կծաղկի, որ պիտի գնամ էտեմ, սիրելի հետևորդներ ջան, շատ կարևոր է, այդ թեմայով ինչպես որ ասեցի այնտեղից, հիմա կոֆեն խմենք և հիանանք իմ ծաղկած կալանխոյայի ծաղիկներով, այս ընթացքում ուզում եմ ձեզ խորհուրդ տալ, որ եթե դեռևս չունեք, ապա ձեռք բերեք և պահեք, որպեսզի դուք էլ միշտ հիանաք, նաև շատ նուրբ արոմատ ունի, շատ նուրբ բուրում է և ուղղակի խենթացնող է այդ բույրը, սենյակում իմ ծաղիկների հոտ է գալիս, երբ որ ծաղիկները ծաղկած չեն լինում, ես նույնիսկ օծանելիք եմ ցանում, բայց հենց որ ծաղկում են ծաղիկները, էլ դրանց կարիքը չի լինում և այս մի քանի րոպեն, որ ես գալիս եմ այստեղ կոֆե եմ խմում, ձեր հետ թե առանց ձեզ, ես դրական էներգիա եմ ստանում և տրամադրվում եմ իմ գործերը առաջ տանելու այս կյանքում։ Կոֆես մի հատ էս կողմ և ուզում եմ մոտեցնել և էլի իմ սև շորի ֆոնի վրա ցույց տալ ձեզ, ահա, ինքը շատ բոյով է, իջեցնեմ, մի անգամ ասել եմ, որ ծաղկամանը հին է, ուզում եմ փոխեմ, բայց սպասում եմ, երբ որ ծաղիկները կավարտի, նաև ասեմ, որ շատ երկար է պահում, հենց որ այսպես եմ անում, հիշում եմ այն մուլտֆիլմը, երբ որ տևը ծաղիկների արանքից դուրս է գալիս, Ալվան ծաղիկ մուլտֆիլմը, սիրելի հետևորդներ ջան, ես այստեղ եմ, կուկու, մի քիչ ձեր տրամադրությունն էլ բարձրացնեմ, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի բարձր տրամադրությունով գնանք արդեն միասին դեղցենին էտելու, սիրուն է, չէ, ձեզ հավեսի եմ բերում, սրա տարբեր գույները լինում է, ուզում եմ ձեռք բերել, լինում է սպիտակը, կարմիրը, այն մեկը կալանխո է, բայց ոչ այս տեսակը, տեսակ, որ տերևները տարբեր են, սիրելի հետևորդներ ջան, և հիմա գեղեցկուհուն էլի բերում եմ իր տեղը, առայժմ, բայց այն մեկն էլ էի ուզում ցույց տալ, քանի որ ծաղկել է, տեսնեմ,
չվնասեմ ծաղիկներին, երևի էլ բերեմ ես կոմ, որ հեշտ լինեմ, հա։ Ոյ, իս թվաց թե ընգավ։ Ուրեմն այս մեկն էլ սիրելի հետևորդներ ջան, որը նույնպես ծաղկել է։ Բոլորս սիրում ենք բալբածաղիկ ասել, բայց իր անունը գերան է, ռուսերենով գերան միախկի զնակով, բայց հայերենով գերանը ուրիշ հասկացություն է, մոտեցնեմ, ինքն էլ է շատ նուրբ ու քնքուշ և տարբերվող բուրմունք ունի, տերևները տեսեք ինչ լավն են և լվիճներ չեն առաջացել, փարթամ իր տեղը սիրել է իր տիրուհու լավ խնամքով։ Հիմա այսքան լավ տրամադրությունը մեր հետ վերցնում ենք և գնում ենք գործ անելու։ Ես գնամ իմ դեղցենին կետեմ, դուք էլ ձեր գործերը կանեք բարձր տրամադրությունով, սիրելի հետևորդներ ջան, շատ կարևոր է, որ մեկ-մեկում տրամադրություն ենք բարձրացնում, չէ՞։ Մի քանի կում եմ մնացել կոֆես, դա էլ կվայել եմ, հետո արդեն կգնամ, նաև պիտի աշխատանքի գնամ, որ հասցնեմ։ Արդեն դուրս եմ եկել, որ գործս անեմ, բայց ուշքս նաև իմ բաղ ու բաղջում է, ձյունը հալվել է, բայց խոնավ է այնտեղ, չեմ կարա դեռ մաքրություններ կատարեմ։ Եղանակը մի քիչ մռայլ է, ամպեր կա հավաքված իմ պատկերասրահում, իմ գյուղի լեռնաշղթան, հիանանք մի պահ, օդը մաքուր, այս ամպերն էլ դե պարզ է, փետրվարի մեջ ենք, որը շուտով կվերջանա, փետրվարը 28-ից է ու բան չմնաց, շուտով գարուն կգա, դռները բացեք, գարուն է գալիս, պտտվենք այս կողմով, սիրելի հետևորդներ ջան, իմ մեղվանոցը, այդտեղ նույնպես շատ լիքը գործեր ունեմ անելու, զանգին ու զրանգին իրար հետ, երկու խաղընկերներ, մոտեցնեմ տեսախցիկը, վազվզում են, մի հատ կանչեմ ոնց են վազվելով գալու, կանչենք, մի հատ էդ սիրուն պահը տեսնենք, զանգի զրանգի, կաթաթիկ, զանգի զրանգի, արի դու էլ արի, իրանց անունը վերցրել են, հիմա եկան, բայց ինձանից արդեն կախվել են, շորերիցս կախվել են և իրենց լավ են զգում, սիրելի հետևորդներ ջան, սա է իմ դեղցենու ծառը, ես եմ տնկել ու այսքան մեծացել է, այդ հոսանքի լարերն է, որ գալիս է այն կողմից, գալիս է մեր տուն լուսավորելու, այդքան մեծացել է, դեռևս այդ ճյուղերը չի կսվում իրան, բայց շատ մոտ է, ես կազմու պատրաստ եկել եմ, որ այդը սկսեմ։ Զանգի զրանգի, խելոք եք մնալու, հա, ես գործ անեմ, դուք էլ ինձանից շատ չքաշքշեք, հա, պայմանավորվեցինք, սիրելի հետևորդներ ջան, էդի մկրատն էլ եմ բերել, նաև էլեկտրական սղոցն եմ բերել, մի փոքր սրանից էլ խոսեմ, երբ որ ես նվերը ստացա իմ երեխաների կողմից, իր հետ ամեն ինչը կար, հետո որոշ ժամանակ օգտագործելուց հետո իր էս նստեց, այս ակումուլյատորը, հիմա չեմ ուզում հանել, քանի որ արդեն լավ ամրացրել եմ, մի խոսքով աշխատում է, հա, բայց դեռևս, որ արդեն ես շատ դժվարությունով ճարեցի երկրորդը, նա արդեն փչացել էր այդ ակումուլյատորը, որ իր հետ էր, սա առանձին եմ գնել և դեռևս լիցքավորման չեմ բերել, քանի որ տեխնիկան այնպիսի բան է, որ առաջի անգամ որ օգտագործում ենք, նույնիսկ հեռախոսները պետք է թողնել մինչև վերջ լիցքավորումը նստի, որ նոր միայն դնենք լիցքավորման։ Հիմա չգիտեմ, թե գործի կեսում կվերջանա, թե երբ, իրա վրա ցույց տալու տեղ չկա, այսինքն լույս չկա վառվող, որ ինչքան է մնացել,
ոնց կստացվի եւ արդեն սկսեմ սիրելի հետևորդներ ջան ցույց տվեցի թե ծառը ինչքան մեծ է ու արդեն բողբոջները երևում է սիրուն բայց դեռևս չեմ մոտեցնում ու ցույց տամ մի քանի օր էլ կհամբերենք էտելուց հետո ավելի սիրուն ձևով ավելի սիրուն տեսքով ցույց կտամ ձեզ նաեւ թե սղոցը ինչի համար եմ բերել օրինակ այս ճյուղը որ ներսի վրա է աճած այս է հնարավորինս ես իմ տեսախցիկը նենց եմ տեղավորել որ ձեր համար էլ սիրուն երևա նաեւ իմ արած գործը տեսնեք բայց էլ եմ ասում ծառը շատ մեծ է մինչեւ գործի գնալս չգիտեմ կվերջացնեմ թե չէ ինչքան որ գործ կանեմ ու հետո աշխատանքից հետո կգամ կշարունակեմ իմ կիսատ գործը եթե վերջացրած չլինեմ հիմա էդի մկրատը մի հատ մի կողմ նաեւ ասեմ որ անցյալ տարի այդ ահավոր կարկուտները եկան ամբողջ ծառի մաշկը կեղևը ջարդած է քրքրած է մի խոսքով ծառը վիրավոր է հիմա գործ անեմ սիրելի հետևորդներ ջան էմոցիաներս մի կողմ եմ թողնում քանի որ էլի հիշեցի թե ինչքան լավ բերքի տակ էր անցյալ տարի ու ամեն դեպքում կամպոտել եմ արել տեսակ որ բերել եմ դե հիմա գործ անեմ անցյալը թողնենք անցյալում եւ հոգեվորված ներկայով ապրենք այս մեկն էլ պետք է կտրեմ սիրելի հետևորդներ ջան Կանք էլ են դրսում գործանում, գարնան գործերն սկսել եք, հա, բարև, ջան, ես նկարահանումների մեջ եմ, դե գործ անեմ, որ հասցնեմ գնամ աշխատանքիս, լավն է եղանակը, արդեն էտ եմ էլի դեղցի ծառը վաղտնա, հա, ասիս, Դե սկսեմ սիրելի հետևորդներ ջան, զանգին ու զրանգին արդեն հանգիստ են, զրանգին նստել է, ստեղին ծանայում, այսինքն արդեն իրանք շուն են դառնում ու շատ չեն քաշքշում ինձանից, պետք է նաև զգուշ լինեմ ու սկսեմ, չէ, բայց սենց այս թեփը աչկերս կլծվի, պետք է այս կողքի վրա կանգնեմ, որ ես էլ ինձ ուշադիր լինեմ ու այս թեփը աչկերս չդառնա։ Այս կողմի վրա կանգնեմ, ուզում եմ, որ անպայման դուք էլ տեսնեք սիրել հետևորդներ ջան, տրամադրում եմ, դուրս եկեք եւ դրսում գարնան գործեր կատարեք։ Իհատել այս կողմից լավ է ստացվում շատ Չեվեր չեմ ուզում սրանով պոկեմ, որպեսզի ծառին շատ չնեղացնեմ, էլի։ Հետո արդեն այդ ուղումները էդի մկրատով կողեմ։ Այս ճյուղը ավելորդ էի համարում, հիմա այդ կողմ, դե իհարկե վերջում կհավաքեմ։ Այսենց, սա պետք չէ, սա պիտի կարճացնեմ, այսինքն անընդհատ ձեռքիս է լինելու, թե էդի մկրատը և թե սղոցը, էդի մկրատով պիտի թեքը կտրենք, բռնում եմ ճյուղից, հետո թեքությունով կտրում, այս մանր ճյուղերը։ Հիմա էլի էդի մկրատը թողնում եմ, քանի որ ստեղ էլի ճյուղ կա, այս որ մեջի վրա է եկած, էդ էլ եմ ուզում կտրեմ, որպեսզի անընդհատ սղոցը ձեռքիս չպահեմ։ Տեսնեմ, որ կողմի վրա եմ տանում, այնքան պտտվում ենք այս ու այն կողմ, որ հարմար է լինում մեզ աշխատելը։ Ասեմ, որ խորքից պետք է կտրեմ, հնարավորինս ու պետք է նենց կտրենք, որ ընդհանուր ճյուղին չվնասենք։
ավելի է հաստացել։ Ահա։ Ես էլ կտրեցի։ Ճիշտ այլքը ճյուղը մեծ է, սա էլ վեր կտար, բայց դեղցել ինեին ծառնա, սիրելի հետևորդներ ջան, որ պետք է անպայման իր այդ ներսի մասը, միջուկային հատվածը պետք է ազատ լինի, որ դեղցենին շատ խիտ տերևակալվում է, շնչելու տեղ ունենա։ Էսել եմ այս կոմբերում, որ իմ ոտքի տակը մաքուր լինի, հետո նույն ձևով շարունակեմ։ Էսել ավելորդ, էսել եմ կտրելու։ Միևնույնն է, որ կողմի վրա էլ կանգնում եմ, թեփը բերում է իմ վրա է լցնում, դե ոչինչ, դա ինձ չի խանգարում աշխատանքս շարունակել մեծ սիրով։ Էդ էլ էդ։ Հիմա մի պահ ես ցած դնեմ, բայց զանգին ու զրանգին կգան կկպչեն, բերեմ էստեղ, քարի վրա դնեմ, բայց ոնց որ թե խելոք են։ Երկար կտևի, եթե մինչև վերջ ձեր հետ մնամ, սիրելի հետևորդներ ջան, գործս մինչև վերջ ձեր հետ անեմ։ Դե իհարկե կարող էի հենց սկզբից գործս ստեղից սկսել, բայց ուզեցի, որ իմ գործը ավելի հետաքրքիր դարձնել, բազմաժանր դարձնել։ Հիմա այստեղ ինչ ենք անում, սիրելի հետևորդներ ջան, սա իր բերքի ճյուղն է, բայց ստեղ շատ երկարած կա, հիմա այստեղից պետք է կարճացնեմ, որպեսզի բերքը ավելի բարեհաջող լինի, ճիշտ է, այս ճյուղերը սրանք նույնպես ծաղիկներ կտան, բայց արդեն դեղցենին դա չի սիրում, դեղցենին էդ էլ է սիրում, և այս կողմից բողբոջին չվնասելով շարունակում եմ էդել։ Այսպես։ Այս մանրները, այս սա բերքի ճյուղ չի, սա կտրելու եմ։ Բերքի ճյուղը ինքը իրան ցույց է տալի, որ դա բերքի ճյուղ է, իսկ ավելորդները պետք է կտրենք։ Հիմա այստեղ ծաղիկի բողբոջ է, ես սա հասկանում եմ, որ այստեղ ծաղկային բողբոջ է, հենց այս հաստ ճյուղի վրա դուրս է եկել, ու նմանապես արդեն հաստ ճյուղերի վրա, այսինքն հիմնականում բերքը լինում է հաստ ճյուղերի վրա։ Սա արդեն լավ է, ու անցնում եմ արդեն հաջորդ ճյուղերին։ Սիրելի հետևորդներ ջան, գործս այս ձևով շարունակեմ, որից հետո պետք է գնամ աշխատանքի և կգամ ու նորից կշարունակեմ իմ տնտեսության գործերը։ Մինչ հաջորդ վլոգ, լավ եղեք և միշտ լավ գործերի մեջ եղեք, բարձր տրամադրությունով։